Այս ներդրումներ անեն, որ մեր ժողովուրդը կարողանա աշխատատեղուն աշխատի։ Ժողովուրդը արդեն հոգնել է լսելուց հայոյանք, ցեղ շպրտել, իրար վիրավորել։ Ժողովուրդը ուզում է, որ իրեն մասին մտածող լինի, իր մատից փուշանող լինի, իրեն հնարավորություն տվող լինի։ Նոր էլ որ ասում էի տաքսիստների մասին, վարորդների մասին, նոր որոշում կայացեցին, որ արդեն ներում է շնորհում։ Հա, մի հատ էլ մեզ պետքա որ մի հատ ներում շնորհվի։ Մեր այսօր կալանավայրերում հազարավոր մարդիկ տնից տեղից կտրված, որ այսօր լիարժեք հարկավոր է 10 տարի ներում չի շնորհվել։ Որ մինչև 10 տարի սրոք ունեցողներին ներում շնորհեն։ Մարդիկ կվերադառնան իրենց տուն, իրենց սխալները զգալով, իրենց ընտանիքի կողքին լինեն։ Ասելով ինչ ասում եմ, անմիջապես նայում են ժողովուրդը, դա կարիք ունի, իրանք լուծում են։ Իմ ուզածը որ լուծվի, թող այդ իմ ծրագիրը ասում եմ Մելքումյանին թող հրավիրեն, Մելքումյանը մեր ծրագիրը կներկայացնի, մեր ուզածը սա է։ Ուրիշ բան ես չունեմ ասելու, իմ ուզածը որ իմ ժողովուրդը լավ ապրի, երկրի խաղաղություն լինի, կամ խաղաղություն են բերել, թող այդ մի բան էլ թղթով ստորագրած, հաստատած, որ դա խաղաղություն է, ոչ թե բանավոր պայմանավորվել Ալիևի հետ, որ երբ որ Ալիևը պահանջ ներկայացնի, մենք պետք է կատարենք։ Հարկավոր է երաշխավորված խաղաղություն։ Ասում եմ, քայլ-քայլի կատարում են, կամ Պապոյան ասեց, ինչ որ գյուղատնտեսությանը պետք է անվճար գումարներ տան, դոտացիան են, թե ընտրությունից առաջ են ասում, չգիտեմ, թե կարա հիմնավորը լինի։ Իմ ուզածը սա է, մեր ծրագրերը կյանքի կոչվի, մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, որ մենք կարողանանք ապով երջանիկ ապրել, Ջող ջան։ Իմ ասածը սա է, ես գործի մարդ եմ, այս երկրում ծնվել, այս երկրում մեծացել եմ, այս երկրում ապրում եմ, միշտ էլ ցանկացել եմ իմ երկրի պատիվը, իմ ժողովրդի պատիվը բարձր պահեմ, որ մեր ժողովուրդը կարողանա հպարտ քայլի։ Այսքան ժամանակ կիսատ պռատ վստահել են օլիմպիական կոմիտեն, որը լիարժեք արել եմ, արժանապատիվ միակ ոլորտն է, որ հայ ազգը աշխարհում մեկ հպարտանում է, իրան լավ ազգում, որ կարող ենք հաղթել, հիմննչեցնել դրոջը բարդ։ Եվ թիմային էլ այսքան փոքր լինելով առաջինը լինենք։ Արել եմ 0-ից, կառուցել եմ, սարքել եմ, նվիրել եմ, տվել եմ թոշակներ, տվել եմ մեքենաներ, ամեն ինչ էլ արել եմ, պատրաստ եմ էլ անելու։ Ձեր ցավը տանեմ, ընդունելի է, ձայն տվեք, պահանջեք։ Ընդունելի չի, ձեր ցավը տանեմ, էլի ձեր ծառուկյանն եմ, էլի ձեր կողքին ինչով պետք է օգտակար լինեմ։ Հարցեր ունեք, տվեք պատասխան։ Ասում եք իշխանությունները ուշադիր հետևում է ձեր նախընտրական քարոզարշավին։ Քիչ առաջ Տիգրան Ավինյանը մի վերնաշապիկ է տվել, որի վրա գրված են ձեր եւ Սամվել Կարապետյանի սխալ արտասանված բառերը եւ Նիկոլ Փաշինյանը հիացած է այդ շապիկով, ինչպես կմեկնաբանեք։ Շատ պարզ, որ այսօր պետք է մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետը, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Նա այդ հաճոյանալը պետք է հաճոյանա Ավինյանը, երևանցիներին։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցել մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, երևանցիների համար օդը մաքուր լիներ։ Այսօր ամենամեծ քանակով հիվանդությունները, ռակ հիվանդությունը Երևան քաղաքում է, օդը մաքրել, ոչ թե տրուսիկ մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալա։ Դա պետք է ասեմ ու մեկ էլ մի բան եմ ուզում ասել։ Այսօր ես Սամվել Կարապետյանը, որը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձ ենք պահել, ոչ թե պետք է քննադատել, վախացնել տարածխալը։ Ես կարամ ասեմ, որ իրանք տարերն էլ չգիտեն, այդ անգիրարած խոսում են, եւ հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեն իրանք այսքան փաստաթղթեր չէին ստորագրի, ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի, որ ցանկացած ստորագրած դա վնաս է երկրին եւ ժողովրդին։ Եվ ամենակարևոր ուզում եմ ասել, իրենք թող չմոռանան Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին Արցախը Հայաստանն է եւ վերջ, մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախ Հայաստան ու վերջ։ Կար ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանն է ու վերջ։ Իսկ հիմա կարամ ասեմ Ավինյանի Նիկոլ Փաշինյան, եթե սեն շարունակվեց փոփոխություն չեղավ, մի տարի հետո հայտարարել են Երևանը Էրիվան է ու վերջ։ Նրանց ապրածը արածը, նրանք միայն խոսում են, տակը բան չկա, ասում են դպրոցներ են կառուցել։ Ժողովուրդ ջան,
8 տարվա մեջ ծրագրավորացել է 300 դպրոց, 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը վերակառուցվել է։ Այդ 8 միլիարդ ծախսել եք 8 տարում, կարելի էր ասենք թե 8 հատ քաղաք կառուցել, 8 հատ պետություն կառուցել, այդքան փողերը ծախսելով, դպրոց են կառուցել, դպրոցն այսօր մարզերում փակվում են, 20-30 դպրոցով փակվում են, դպրոց կառուցելը լավ է, ինչ? Ես դա գիտեմ, ասում եմ, պետք է կրթական ծրագիրն էլ փոխվի, ոչ թե Բոլոնիայի ծրագիր, սովետականության ծրագիր, ինչ որ ասել եմ, ասացիս, հիմա ուզում եմ, որ հակադարձեն, 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը եղել է վերակառուցելու, որ արդեն կիսատ է եղել։ Ու այսօր նորից եմ ասել են, որ մենք չենք Արցախը տալու, մենք պայել ենք մինչև վերջ, դա մեր պատվի խնդիրն է։ Եվ հիմնականում Արցախը Հայաստանը ու վերջ։ Վերջում Չեխիայում առանց նախադասության իմաստը հասկանալու հայտարարեցին, որ Արցախը դա Ադրբեջանը ու վերջ։ Հիմա ասում եմ, սեն շարունակվեց, փոփոխություն չեղավ, մի տարի հետո Ավինյանը հայտարարելու է, Երևանը է ու վերջ։ Ու դե գնա ապացուցի, Ալիևը ասացը, որ Ալիևը ամեն օր ասում է, Երևանը Էրիվան է և Սևանին էլ Գյանջի Գյոգջա։ Պետք է ասեն մի տարի հետո, այո, Սևան չի եղե, Գյոգջա և վերջ։ Էդ է իրենց արածը, միայն խոսելով, մեկը մեկին հերջ տալով, ես ում այդ մեկը մեկին հերջ տվողը, մի հատ ներկայացնի, մինչև այդ պաշտոնին հասնել է, իրական կյանքում, ինչ են արել իրանց երկրի համար, իրենց ընտանիքի համար, քարը քարին դրել են, թե չեն դրել։ Այդքան մի բան, դա բացահայտ է, թող բոլորն էլ նայել, բոլորն էլ իմանան։ Ես նորից եմ ասում, Ժողովուրդ ջան, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսություն զարգացնենք, աշխատող ժողովուրդ ունենք եւ ամեն պայմաններն էլ կա։ Պետք է ճիշտ կառավարում, ճիշտ մարդիկ, փորձ ունեցող մարդիկ։ Մենք փորձադաշ չենք, ժողովուրդը փորձադաշ չի։ Այսքանը կարող եմ ասել։ Քանի ենթակրածքը գյուղատնտեսական բնագավառի է։ Այո։ Ինչ ծրագիր ունեք գյուղնախարարության հետ կապված։ Ծրագիրը մեծ ծրագիր չի։ Չէ, ձեր կարծիքը, ծրագիրը։ Իմ կարծիքը գյուղացին այսօր ժողովրդին կերակրող բարիք ստեղծող մարդ է, սահման պահող մարդ է։ Եթե այսօր մտածված, որ գյուղնախարարություն են վերացնում, ինչի համար, որ գյուղը քանդվի, մարդիկ թող են գնան, անտերություն լինի։ Դե չէ ոնց կարելի է գյուղնախարարությունը փակել։ Գյուղացին անտեր պատի տակ նստած։ Սերմ չկա, դեղորակ չկա, պարարտանյութ չկա, ընդունում չկա, մեխանիզացիա չկա։ Ինչ է նշանակում, որ բոլորը քանդվի, դատարկվի։ Պետք է գյուղնախարարություն։ Գյուղնախարարը պիտի մասնագետ, փորձ ունեցող, տիրապետող, Հայաստանում քանի մարզ կա, որ մարզում ինչ է աճում, ինչ է մշակվում, որ սեզոնին ինչ պետք է բերեն, մարդուն սեր պետք է տան, մարդուն պարարտանյութ պետք է տան, պարարտանյութը դառնա 13,000 դրամ, մարդ այդ ինչ եկամուտ պետք է ստանա, պարարտանյութը պետք է բերել գյուղատնտեսության նախարարությունը, տար մարզպետին, մարզպետը տար գյուղապետին, ցուցակագրեր, ով ինչքան հող ունի, քանի հեկտար, խնդրեմ վերցրու, կտանես, կցանես, աշնանը բերքը կհավաքես, հողը կպես, ոչ թե 13,000, 5,000 դրամ, որ մարդը զգա իր մասին մտածում կա։ Սերմը պետք է բերեին փետրվարին, տրամադրեն։ Будущее уже здесь, в развитии. Դեր ժողովուրդը նույն սերմը ցորենը գարին կարտոշկեն ցանում է։ Այդ 15 տարվա սերմը ցանեց, եկամուտ չկա։ Կարտոշկեն պետք է ցանես 60-80 տոննա, հեկտարից կարտոշկա հավաքես։ Հինը ցանում ես 10 տոննա, 15-16 տոննա ուրախանում են։ Բայց որ կարաս 50-60 տոննա, որ շատ ստանաս տունդ պայես։ Սաղ ոլորտներն էլ տիրապետում եմ, սաղը գիտեմ։ Հարկավոր է հնարավորություն պայման, տվեք, պահանջեք, ճիշտ մարդիկ ճիշտ տեղում։ Կուսակցական պատկանելությունը կապ չունի, կապ ունի անձը, մարդը, փորձը, իր արդյունավետությունը ու հաջողությունն էլ կլինի, օր-օրի դա կզգա։ Ես ասեմ, վարկերն էլ այսօրվա վիճակում մարդիկ վարկի տակ են, պարտքի տակ են, չեն կարողանում փակել,
որ մարդը եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ 2-3 տարի կորոնավիրուս եղել, մարդիկ չեն աշխատել, մարդիկ ապրել են, եղել է պատերազմ, վարկա կուտակվել, պետությունը պարտավոր է ներում շնորհի մինչև 3 միլիոն դրամ, տնից կլինի մի հոգի, 3 հոգի, որ մարդիկ շունչ քաշեն, ճայ ճիշտ դուրս գան, քուժորտը հարուստ պետք է լինի, որ պետությունը հարուստ լինի։ Ժողովուրդ ջան, մեկը թող հակադարձի, իմ ասածներին ասիցենց չի։ Ծառուկյանը հետառը չասեց, արայսի Ծառուկյանը գույնավոր ծառուշկա, այմ այլ գույնավոր, կայսում եմ հագած է ծավտան։ Էլ ասելու բան չունեն ձեր ծավտան, ինչ ա։ Արոն Ծառուկյան, Այո։ մենք է կարգտակայանները, հիմնականում ուզում ենք կարգուտից։ Ես սաղ տեղյակ եմ, կարկուտնա, ջրի խնդիրնա, որ այսօր մեխանիզացիա, մեկ չէ, տարբեր մարզերում կան, կարկտականներ, որը դիմել է, ես են ժամանակ տեղադրել եմ, հիմա կարկտականներ ասմա հանեք, ասմա դա չի կարելի, որը այդան դաշտավայրում ուզում են կարկտականները հանեք։ Ես նորից ասեցի, հիմնական խնդիրը մարդ պետք է լինի, որ մտածի, որ դուրս գաս քո մասին մտածող կա, որ կարկուտել չի խփի, որ սերմել կտան, եւ պետք է լինի հիմնական սառնարաններ, ընդունման կետեր, որտեղ ինչ են մշակում, որը օրինակը ծառայել եմ, Վարդենիսում կառուցել եմ, 20,000 տոննա սառնարան, դրանք իհարկե մեր հանրապետության համար շատ քիչ են, բոլոր մարզերում պետք է լինեն, ժողովրդից պետք է ընդունեն, պայստավորեն, սորտավորեն, որ ամբողջ ձմեր կարողանան արտանել, թողարաբական երկիր արտանեն, 152 դրամով կընդունեն, 800,000 դրամով կվաճառեն, մեկին 4-5 շահոտ կունենան, կա սկզբունքը, կա մոտեցումը, կա պահանջարկը, պետք է հասկանան տիրապետեն, խելքները պետք է հասնի, գումարը որտե դնեն, որ արդյունավետ ծախսեն, ասում եմ, հետևողական եմ լինելու, որ հնարավորություն տակ, ցանկացած գումար ճիշտ նպատակին ծառայի։ Այսօր ասֆալտ ու դպրոց, ասֆալտերը սա քանդված, տարին 3 անգամ ասֆալտ են անում, հիմա գնացել է անձրևիտակ ասֆալտ են անում, անձրևիտակ ասֆալտ արողը, ոնց կար այդ ասֆալտը դիմանա, արողն էլ պետք է թուղթ ստորագրի, որ իր արած ասֆալտի համար 5 տարի երաշխավորություն է տալի, որ ամեն անգամ նույն ճանապարհը չանեն, չգիտեմ, ասեն, որ իմանան, գոնե այդ պայմանագիրը նույնպես կապեն, ոչ թե ծանոթ բարեկամով տենդերները տալով, որ տենդերը չեն շահում, ծանոթ բարեկամով են անում, դրա համար այսօր ենք, ժողովուրդ ջան, բարձ, անկեղծ ձեզ ասում եմ, կամ մեկը թող հակադարձի, ինձ տիկյան պատասխաներ կստանա, ես ոչ թե մեկին ոչ հայոյում եմ, ոչ վիրավորում եմ, ոչ էլ ցեխ եմ շփոթում, ձեզնից մեկն եմ, որ հեղափոխություն եղա, դրա անհրաժեշտությունը կար, որ ես կանգնել եմ ժողովրդի կողքին եւ ժողովրդից եմ լսել, ում եք ուզում վարչապետ, գոռացել են ժողովուրդը Նիկոլ Փաշինյան, ասեմ ձեր ցավը տանեմ, կայնացեն, ասածները չեն կարողացանել, ասում են, որ հանգարտ չանենք, ժողովուրդը ինձ ասի, մենք անմիջապես կգնանք, ցավը տանեմ, այսօր մարդիկ վախում են բառ խոսան, ով խոսա ձերբակալեն, ակտը գրեն, մարդիկ այսօր չեն գալի, անձևա չեկան, բայց մնացածն էլ չեն գալի, ուզում են գալ, որտեվ ակտը կգրեն հարկայինով, գործից կհանենք, ասեն դիմում գրեք, չգրես, ուրիշ տեղ կդիմեն, սաղ է դա, դրա համար ասում եմ այսօր ձեզ, որ մի արտահայտվեք ում եք ընտրելու, այլ գնացեք ձեր հոգու խղճի առաջ, ում եք հույս եք կապում ձեզ այնը տվեք, որ պրոբլեմների առաջ չկանգնեն։ Հետո էլ ասում են մեր մոտ դեմոկրատիա է, մենք թելադրող չենք, մեր մոտ դեմոկրատիա է։ Ինչ դեմոկրատիա եղբայր։ Այսօր կես մարդկանց Հայաստան չեն թողում, գարկել կեն դե, որ իրանց դեմ խոսում են։ Այդպես դեմոկրատիա է լինում։ Կարելի է, պարոն։ Ասա եղբայր։ Շատ ուրախ ենք ձեզ դիմավորելու համար Թալինում, ձեզ հետ կապված շատ մեծ հույսեր ունենք ու Թալինի հետ կապված մի հատ շատ մեծ խնդրի համար խոսամ, որ չունենք աշխատատեղ։ Այսօրվա երիտասարդությունը աշխատում է հիմնականը շինարարություն, հենա լրիվ դրսերում։ Շինարարություն, Այսօր, հա, այդ ամենը, հույսեր չունենք, գործարաններ ենք ուզում, եթե հնարավոր է, իհարկե շատ մեծ հույս ունենք ու շատ ենք ուզում, որ դուք անցնեք, պարոն Ծառուկյան, ձեզ հետ կապված է շատ մեծ հույսեր ունենք։ Մի հատ գործարան կամ ինչ-որ մի բան հնարավոր է։ Ժողովուրդ ջան, ես սովորական ընտանիքից աշխատող ընտանիքի մարդ եմ։ Այն որ գումար չեղեք, քերի, հոպար, եսի ինչ, այլ քրտինքով, աշխատելով, քարը քարին դնելով, մեկը 10 սարքելով, կառուցել եմ, հասել եմ, առաջի մեծ գումարս եղել է 100,000 ռուբլին, տեսնեմ մեծ գումար 4 հատ եմ դրել, դառնա 400,000, ավելի ասենք թե օղու, կոշիկի, ասենք թե
կալգոտկաներից հետո գործարաններ զարգացել եմ, քանդածը վեկալ է սարքել եմ։ Այսօր մեզ պետք է մեր պետությունը սեփականի պես նայի, որ գումարները ճիշտ նպատակին, ինչի պահանջարկ կա, ինչի հնարավորություն կա, որ մարզը ինչ կարանի, կոմունիստների ժամանակ ինչով ազբաղվե, դրա զարգացումը տա, որ վաճառք լինի, բյուջեին գումար գա, տնտեսական աճ լինի։ Այսօր պետք է 2-3 խոշոր ներդրում, ժողովուրդ։ Այսօր մենք հայ ժողովուրդով ասելու բան չունենք, հավատացեք, հպարտանալու, գլուխ գովալու բան չկա, պարտված, խեղճացած ժողովուրդ, ասելու բան չունենք։ Մենք չենք կարողանում մեր եղած աշխարհին ներկայացնենք, ասենք մենք ով ենք, մեր պապերը ով են, մեր տոհմի ով են, որ ասենք թե այսօր եթե աշխարհի առաջի քրիստոնյա ասենք, դա պարտություն է, մեծություն է, ավելի մեծ ճանաչում տալու հայ ազգին, Հայաստանին։ Աստծո կամոք իմ մտքի մեջ մտնելով, որ այսօր ես կառուցում եմ Քրիստոսի արձանը, որպես առաջի քրիստոնյա ազգ, որի դա լինի ազգային վերածննդի ներքին հարցան համերգության խորհրդանիշ, որ իմ ազգը ասելու բան ունենա, աշխարհով ավելի մեծ ճանաչում ունենա։ Դեռ չենք բացի, աշխարհով մեկ խոսում են, ուզում են գան ճանաչված հզոր մարդիկ, հազարավոր մարդիկ գալիս են, որ ասենք թե այսօր նույնպես ես հայտարարել եմ, որ դա ոչ թե Ծառուկյանն է կառուցում, այլ հայ ժողովուրդն է կառուցում։ Գալով մի քար դնելով, քարը քարին դնելով, ու դու պատկերացրեք, եթե 20-30 միլիոն մարդ գա տարեկան, Բրազիլիան մոռանալու են, ասում են Հայաստան, Կոտայք, որը գալու են միլիոնավոր մարդիկ, որ գան, գրպանները գումար պետք է լինի, պետք է գան ծախսեն, 20-30 միլիոն մարդ եկան, դա միլիարդներ է, որ մնալու է իմ երկրում, առևտուրել են անելու, միրգեր են առնելու, տուրիստել են գալու, տաքսիստն է օգտվելու, գյուղացին, պատրաստ պետք է լինեք լավ փոփոխության, կյանքը փոխվելու է, շարժա լինելու, ներդրում է լինելու, տաքսիստն է առնելու, ռեստորանի տերն է առնելու, սեփականատերն է առնելու։ Հիմա այս վիճակում Աբովյանի հարակից գյուղերում հողը $500 1000 մետրը տնա, դարել է 50,000, 80,000, հələ չի բացվել, ամբողջը ծաղկել է, լավ եղեք, լավ փոփոխությունների, ամեն ինչ լավ է լինելու, կախվածա ձեզնից ժողովուրդ, վիճակը հասկանալով, ես էլի ձեր Ծառուկյանն եմ, ձեր ցավը տանեմ, պրոստը սիրտս ցավում է, որ նայելով մենք կարանք անենք, ունենանք, հպարտանանք, զարգացնենք, ծաղկացնենք, հազարավոր ազդեցիկ հայր ունենք, աշխարհում մեկ, միլիարդատեր հայր ունենք, բոլորն էլ սիրում են իրենց հայրենիքը, ամեն մեկը չի գալի, նեղացածա, կամ արգելել են իրան ճիշտ խոսալու համար, կամ քննադատելու համար, պետք է դռները բացվի, ունենք մեկ հայրենիք, մեկ մայրաքաղաք Երևան, բոլորն պետք է գան, իրենց հնար սահմանում օգտակար լինեն, աջակից լինեն, ճիշտ նպատակին ծառայեն, ձեզ հավատալու։ Շնորհակալություն, պետք Ժողովուրդ ջան, կներեք, երկու բառով ասեմ, նախ շնորհակալություն հայտնենք, որ պարոն Ծառուկյանի տեսակը որպես հայ տղամարդու տեսակ գոյություն ունի։ Շնորհակալ ենք։ Ուրեմն ես ուղղակի մի երկու նախադասություն ասեմ, ուրեմն Ծառուկյան ջան, հունիսի 7-ը, ուրեմն հայ մարդու ինքնարժևորման եւ արժանապատվության վերականգնման համար շատ կարեւորագույն ամսաթիվ է։ Ուրեմն ինչքանը որ շփվում ենք ժողովրդի հետ, գոնե ես մի բան միանշանակ հասկացել եմ, որ այսօր հայ մարդու մոտ հոգեբանական շատ ծանր վիճակ է։ Այսօր 8 տարի այս ազգը ինֆորմացիոն տերորիա ենթարկվել, մաքսիմում ձևով արժանապատվությունը զրոյացվել է։ Հայ տղամարդու տեսակը որպես այդպեսին ուզում են ոչնչացնել։ Այսօր ես մի քիչ ագրեսիվ հռետորաբանություն չեմ սիրում, բայց ասեմ, այսօր մի հատ պահ հասունացել եկել, որ պետքա թերքամետ, թերքահաճո ուժերին դնել իրանց տեղը։ Այսօր այս Եվրոպա, ամերիկյան արժեքներով հակառուսի դիմակով այս քարոզը արդեն ի վնաս մեր ժողովրդի գնում, մեր պետականության գլխին մեծ վնաս է կանգնած։ Ուրեմն Ծառուկյան ջան, քանի որ ինչքան հանդիպում եմ ժողովրդի հետ, միանշանակ բոլոր առումներով ձեր հանդեպ կա դրական էմոցիաներ, ձեր արածը մարդիկ գնահատում են,
բայց մի հարցապնդում կա, որը շատ տեղերում ես տալիս են, գոնե ես չեմ կարողանում պատասխանել։ Հացը պատասխանան։ Ուրեմն ով է լինելու ԲՀԿ կուսակցության վարչապետի թեկնածուն, հույս ունեմ դուք այդ հարցը վերջնականապես որոշել եք, այդ հարցի պատասխան ունեք։ Խնդրում եմ մեր ժողովրդին պատասխանեք, Ծառուկյան։ Պատասխանը ժողովրդի ցավը տանեն, պատասխանը։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ասենք թե ես հողում ծնված մեծացած եմ, կայացել եմ այս հողում, ձեր բոլորին շատ սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ, ես ասենք թե վերցել եմ, նորից եմ ասում, սպորտը, գումարներ եմ դրել, ամեն ինչ արել, օլիմպիական կոմիտեն բյուջե չունի, ես դրել եմ, ոլորտը ծաղկացրել եմ, դսից մարդիկ եմ բերել, սարքել եմ, ներ եմ դրել, օգնել եմ, աջակցել եմ, օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել, ուզում եմ ասել, որ մտած ոչ թե դադարք խոսում են, ոնց որ որոշ այդ քաղաքական գործիչներ որ խոսում են, այլ ես գործի մարդ եմ։ Այսօր հիմնական իմ ցանկությունն էր, որ ես կարայի հայտարարի, ես եմ, իզնես դա ոչ մեկը չի կարանի։ Զերոյից կայացած, տեսած, կազմակերպելով, անելով, գնահատելով։ Իմ սկզբունքը ծանոթ բարեկամով չեմ շարժվել, ծանոթ բարեկամներից հնարավորություն տվել եմ լավաբար, բայց իմ աշխատանքի մեջ չեմ խառնել, այլ որ լիարժեք կարողանաս պահանջես։ Ես չեմ ասել ես եմ, որ չասեն Ծառուկյանը արդեն ընկելա գյուղեգյուղ ձենը հավաքը, որ վարչապետ դառնա։ Բայց ունեմ 3-4 հոգի մարդ, ոչ թե խոսք եմ տվել, այլ լիարժեք իմանալով, որ այդ մարդիկ լիարժեք պատրաստ են, փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, որ իրանք կարող են կառավարել։ Երբ որ հնարավորությունը տակ, այդ ժամանակ չեմ ասել, որ առանց ձեզ որոշելու, որ իմ թիմն էլ, որ այսքան իմ կողքը կանգնած են, նրանց համաձայնությունն էլ է պետք, որ նրանք էլ պետք է ասեն, եթե նրանց մեջից չեղավ, որ ասենք թե իմ ժողովուրդը չհամաձայնվեց, իմ թիմակիցները, այն ժամանակ որ իմ հարցը կգնահատեն։ Թող գա ժամանակը տան, ձեր ցավը տանեն, թող տան։ Ժողովուրդ ջան, գիշեր ցերեկ չեմ քնի, լիարժեք ոնց որ սեփական գումարներն ենք ծախսում, այդ ձևի հետևողական կլնեմ, որ մի կոպեկ չի կորի, ճիշտ նպատակին կծառայի, որտեղ էլ հասավ տվյալ մարդը իր ունեցածով պատասխանատու է լինելու, որակի համար, գործի համար, ոնց որ իմ սեփական գործերի համար ես հետևողական եմ, ոչ թե միայն խոսքով, այլ պայմանագրով թղթերով, որ որակի համար, ժամկետի համար պետք է պարտավորվածություն զգան։ Ասում եմ, թող գա ժամանակը, սաղ լուծելի է ժողովուրդ։ Ես այսքան ժամանակ որ քայլում եմ, այս ջերմությունը, վստահությունը, քաղցությունը, հույսը հավատը կա, իմացեք կրկնապատկվելու, եռապատկվելու է։ Այսքան ժամանակ ապրելով, այս ծանր պայմանների մեջով անցնելով, եթե այդքանը պահվել է, առավել եւս սրբության պես պահել են պահա, դուք անօք եղեք։ Տվեք թող հասունանա դրան, ամեն ինչը ձեր ուզածով ճիշտ նպատակին կծառայի։ Քաջնազարից պրձնակ, ես քաջնազարից Ես ցավը տանեմ, տվեք, պահանջեք, ինչ ասել եմ 10 անգամ ավելի շատ, կապը կա, հնարավորությունը կա, թիմը կա, ցանկությունը կա, էլ ինչ ասեմ, ասեմ։ Ոչ նոր պատական մարդ եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ գումարի կարիք, ոչ ծանոթության աշխարհով մեկ, սաղ ճանաչում եմ, սա լորդերից, շեխերից, միլիարդատերից, նախագահներից, բոլորին, բոլորն էլ ցանկություն էր, մեր հայրենակիցները, այն ազդեցիկ միլիարդատեր մարդիկ, որ մարդը եթե կայացած է, նա ցանկանում է ձեռագիր թողի, իր ժողովրդի համար մի լավ բան անի, իր դպրոցի համար, իր թաղի համար, իր գյուղի համար մի լավ բան, պետք է մարդուն գնահատես, հրավիրես, լիարժեք ուրախությամբ, արես մի լավ բան, մի հատ էլ մեդալ կախի, մարդը պարտավորված կզգի, մարդուն պետք է գնահատես, մարդուն ասես հալալ ա քեզ, այսքան բան, Ես ախր ես ուզում եմ առանձին մի հատ բան ասել։ լավ, դա կարեք, Գնացինք, եկեք։
Հայաստանի